Անվավեր ճանաչելու հարցին, որովհետև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հարցը էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա։ Այս դեպքում բնականաբար հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնը իջեցնելով, դողդոջուն ձայնով այս հատվածը փորձի այնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է օգտագործում, բոլորին էլ հասկանալի է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը արվել է միտումնավոր, հետևողականորեն, որպեսզի պարզապես Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում։ Մենք դրա հետ կապված մեր վերապահումները հնչեցրել ենք նաև ընդդիմադիր մյուս գործընկերների հետ միասին ու ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին Վահագն Հովակիմյանի գլխավորությամբ ուղղել ենք հետևյալ հարցը. արդյոք իրենք իրապես այդպես են կարծում եւ եթե այդպես են կարծում, որ 3000-ից ավել մեր հայրենակիցների քվեարկությունը, որի արդյունքում 58000-ից ավել վստահության քվե ու ձայն ստացած ուժը չի հայտնվում խորհրդարանում, ուրիշ էլ ինչ կարող է լինել էական ազդեցություն ընտրությունների արդյունքի եւ ելքի վրա։ Եվ խոսքը այստեղ ընդհանրապես Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարանում հայտնվելու մասին չէ։ Սա մեկ կուսակցության շահի համար մղվող պայքար չէ։ Սա իրականում արդարության համար մղվող պայքար է, որի համար համախմբվել են նաև այստեղ գտնվող այս հազարավոր մարդիկ։ Ես ցավ եմ ապրում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը, իդեպ դահլիճում շատ լավ լսվում են ամոթ վանկարկումները, կարող եք եւս մի անգամ այդ ողջույնը ուղղել կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին, ապրելու է այդ խարանով, եթե այժմ չկայացնեն որոշում, որ այս տեղամասերում պետք է անցկացվի վերաքվեարկություն, որովհետև առաջին հերթին ոտնահարվել է մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը, որի արդյունքում խախտվում է նաև ազգային ժողովի կազմման համամասնությունը։ Նիստը դեռ ընթացքի մեջ է, բավականին երկար շարունակվելու է, բնականաբար բազմաթիվ վերապահումներ ունենք, այդ թվում նաև ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, ընդհանուր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ հարցը, բայց նիստը հիմա ընթացքի մեջ է։ Իրականում ես իրոք շատ մեծ ցավ եմ ապրում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը նաև բոլոր հարկատուների հաշվին է սնվում եւ գոյատևում, սա 20 տարիների իմ կենսագրության մեջ, աշխատանքային պրակտիկայի մեջ ամենախայտառակ ընտրություններն էին, որոնք ես երբևէ տեսել եմ, որ կազմակերպվել են։ Այն փնթիությամբ, այն անկազմակերպվածությամբ, այն մաթեմատիկական անհավասարակշռությամբ, որով որ իրականացվել են այս ընտրությունները, հուսամ լսում եք, պարոն Հովակիմյան, Եվ միջազգային տարբեր կառույցների կողմից տրված գնահատականներով եւ դիտորդների գնահատականներով իրականում բազմաթիվ են չարաշահումներն ու խախտումները, որոնք որ եղել են այս ամբողջ գործընթացում։ Բնականաբար իրավական ճանապարհով մենք գնալու ենք, իմ գործընկերը հիմա իրավական նյուանսներին ու մանրամասներին կանդրադառնա, բայց ուզում եմ ընդամենը մեկ բան ասել։ Մանդատ գողանալ չի ստացվելու, ձայներ գողանալ չի ստացվելու։ Ժողովուրդը սա ձեզ չի ներելու։ Սիրելի հայրենակիցներ, բոլորիդ ողջունում եմ, ես իրավական կողմին կանդրադառնամ, ինչ է տեղի ունեցել, ի սկզբանե ընտրությունների նախնական արդյունքների ամփոփմամբ իբրև թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չէր հաղթահարում բավարար շեմը ազգային ժողովում ներկայացված լինելու պարզացած մանդատներ ստանալու համար։ Դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացում են վերահաշվարկի դիմումներ։ Վերահաշվարկի դիմումներով պարզվում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է շեմը, ունի բավարար ձայներ ազգային ժողովում ներկայացված լինելու համար, որի արդյունքում իշխանությունը պայմանավորված սահմանադրությամբ եւ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորումներով չի կարողանալու ընտրել բազմաթիվ կարևորագույն պաշտոններ, հենց այդ նորությունը շրջանառվում է, որ վերջ Բարգավաճ Հայաստանը լինելու է խորհրդարանում եւ իշխանությունը զրկվում է այդ լծակից, կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչում ընտրությունների արդյունքներ հենց այն ընտրատեղամասերում, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ուներ զգալի թվով ձայներ, որի արդյունքում
չի նշանակում վերաքվեարկություն այդ ընտրատեղամասերում, որի արդյունքում Բարգավաճ Հայաստանը առնվազն այս պահին արկա տվյալով միջև ամփոփի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոր վերջնական կհասկանանք, պարզվում է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացված չի լինելու խորհրդարանում։ Բարգավաճ Հայաստանը դիմում է վարչական դատարան, գործով ներկայացուցչությունը իրականացնում ենք ես եւ պարոն Արամ Օրբելյանը, վարչական դատարանը վճռով արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական տեղամասի արդյունքներ անվավեր է ճանաչում, պարտավոր է նշանակել վերաքվեարկություն։ Այսինքն նորից տվյալ ընտրատեղամասում պետք է ունենա նորից ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, երբ որ փորձում ենք սա ներկայացնել, նախ իմ մասով ինձ փորձեցին արգելել ներկայացնել դիրքորոշումը, պատճառաբանելով, որ ես լիազորված չեմ, հույս ունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգիրքը այնպես չի մեկնաբանում, ինչպես լիազորված անձի վերաբերյալ կարգավորումները, որովհետև հակառակի պարագայում ամեն բան սպասելի է, բայց մենք առնվազն մեր տեսանկյունից իրավական բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելու ենք, որպեսզի թույլ չտանք մանդատի գողություն, մանդատի կորուստ, որովհետև հստակ է եւ արդեն ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրված է, որ բոլոր այն ընտրական տեղամասերում, որտեղ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ-ինչ միտումներով անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները, պարտավոր է տեղի ունենալ վերաքվեարկություն, որի արդյունքում նոր պարզ կլինի, թե Բարգավաճ Հայաստանը պետք է հաղթահարի շեմը, թե ոչ։ Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, եթե այսօր չկայացնի վերաքվեարկություն առանձին ընտրական տեղամասում նշանակելու մասին որոշում, նման կերպով ակնհայտորեն ապօրինի ի հակադրություն վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի, փաստացի կզրկի Բարգավաճ Հայաստան կուսակցությունից իրեն վերահաշվարկի արդյունքում հատկացման ենթակա եւ իրենց որոշման արդյունքում դրանից զրկված ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորությունը։ Դրանից հետո ԿՊ-ն ստամանադրական մեծամասնություն կազմա, եթե զրկվեց ու ձայները գնում այնտեղ մանդատները։ Ամենաճն չեմ լսում հարցը։ Եթե մանդատները գնում այդ հնգեց ԿՊ-ին Բարգավաճի ստամանադրական մեծամասնություն ունենում է ԿՊ-ն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչ որոշում էլ կայացնի, այդ որոշումը իր հերթին կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։ Բայց եւս մեկ անգամ սա իրավական տեսանկյունից, քանի որ ես ներկայացնում եմ փաստաբանական գրասենյակ, ես մեր տեսանկյունից եւս մեկ անգամ հստակ պնդում եմ։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտ չկատարելը դա հանցագործություն է։ Հստակ սահմանված է քրեական օրենսգրքով։ Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր կորոշեն վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարել, ապա դա միանշանակ է, որ պետք է արժանանա քրեական դատավարական գնահատականի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատճառաբանում էր, որ իբր Բարգավաճ Հայաստան կուսակցության լիազորված անձանց կողմից դիմումը ուշ է ներկայացվել իրեն, բայց կա շատ կարևոր նյուանս։ Մեր դիմումը ուղիղ կապված է վարչական դատարանի վճռի հետ, որը հրապարակվել է 3:23:55 րոպեին։ Եթե վճիռը հրապարակվել է 3:23:55 րոպեին, ապա ինչպես մենք պետք է դրանի նախորդող 2 օր առաջ, որը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնաժամկետներ, դիմեինք կենտրոնական ընտրական հանձնաժողովին մի դատական ակտի մասով, որը դեռևս օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չուներ։ Այսինքն մենք չենք կարող դիմել կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ պահանջեինք կատարել մի վճիռ, որը դեռ գոյություն չուներ։ Մենք դիմել ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իրենք ստացել են վճռի օրինակը, ըստ էության պահանջել են կատարել վճռով նշված փաստը եւ կատարել վերաքվեարկություն բոլոր այն ընտրական տեղամասերում, որի արդյունքները իրենք անվավեր են ճանաչել։ Երկու ընտրատեղամասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչել արդյունքները, երրորդ ընտրատեղամասը ընտրատարածքային հանձնաժողովն է անվավեր ճանաչել։ Ընտրական տեղամասերում վերաքվեարկության դեպքում, եթե Բարգավաճ Հայաստանը ստանա այնքան քվեարկություններ, գող քվեարկություններ, որը ստացել է, միանշանակ ներկայացված կլինի ազգային ժողովում։ Հստակ թիվը չեմ հիշում, ճիշտ ասած արձանագրել եմ մոտս։ Մի քանի տասնյակ քվեաթերթիկի մասին է խոսքը, կողմ ձայների մասին է խոսքը, 50-ից մի փոքր ավել։ Եվ հաջորդ իրավական քայլը եթե չի հաստատվում,
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների ամփոփման վերաբերյալ որոշումները, ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումը ենթակա է վիճարկման Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում։ Այսքանը, շնորհակալություն։